այստեղ մի քիչ կոշտացում, կջերմություն, կլինես գիտակ եւ բարեխիղճ բժիշկ, վստահաբար կունենաս բարձր աշխատավարձ։ Ապահովագրությունը այդ հնարավորությունը ընձեռել է մեզ։ 30 տարվա աշխատանքային փորձի ընթացքում առաջին անգամ է, որ իրեն լիարժեք գնահատված է զգում։ Արդեն կարող ենք ինքներս գեներացնել մեր աշխատավարձը, անկեղծանում է Սպիտակի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժշկուհին։ Տարիների ընթացքում ստացել եմ ֆիքսված բավականին ցածր աշխատավարձ, բավականին շատ հիվանդների պարագայում։ Հունվարից եղան փոփոխություններ, ընդունել ենք կրկին շատ հիվանդներ, բայց ստացել ենք կրկնապատկված աշխատավարձ։ Երկար սպասված արժանապատիվ աշխատավարձը հետաձգված նպատակների իրականացման հնարավորություն է տվել։ Շուտով Հայկանուշ Չոբանյանը մեկնելու է տարիներ շարունակ հետաձգված արձակուրդի։ Որակյալ բուժսպասարկումն ու ջանասիրությունն արդեն գնահատվում են նաև աճող աշխատավարձի միջոցով։ Թեպետ համակարգի ներդրման սկզբնական շրջանում կասկածներ եղել են։ Ունեինք մտավախություններ եւ կասկածներ աշխատավարձերի հետ կապված, որովհետեւ կար անորոշություն, լավ չենք պատկերացնում ինչպիսին է լինելու վճարման համակարգը, բայց 3 ամիսների փորձը, վերլուծությունը վստահաբար ասում է, որ աշխատավարձերը կարող ենք մենք ինքներս բարձրացնել, ինչու՞ չէ նաև կրկնապատկել։ Մի կողմից բժշկին դիմելիության աճ, մյուս կողմից անգամներով ավելացած աշխատանք ու դրա դիմաց հավելյալ վճարվելու հնարավորություն։ Նոր համակարգի առավելություններից օգտվում են բոլոր կողմերը։ Բոլոր բժիշկների անունից երևի կարող եմ ասել, որ մենք անընդհատ սպասում ենք, որ կլինի որոշակի փոփոխություններ։ Փոփոխություններ իհարկե դեպի լավը, ու այսօր մենք տեսնում ենք, որ այս փոփոխությունները արդեն հասանելի են յուրաքանչյուր բժշկին, յուրաքանչյուր նեղ մասնագետին։ Նաև այցերն են քանակով ավելացել, որը նույնպես ողջունելի է։ Առավոտյան հիվանդների այց, դիտում, այնուհետև այն հիվանդները, որոնք կարիք ունեն ստացիոնար բուժման, ուղեկրվում են հիվանդանոցային պայմաններում բուժման։ 1 տարի առաջ նպատակային օրդինատուրայով Սպիտակի պոլիկլինիկա ուղղորդված երիտասարդ վարակաբանը առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո համոզվել է։ Առաջնային օղակը մասնագիտական փորձ կուտակելու կարևոր հնարավորություն է, իսկ վճարման նոր համակարգը խոստումնալից հեռանկար։ Մինչ ապահովագրման ներդրումը մեր պացիենտների քանակը նվազեր։ Ապահովագրական ներդրումից հետո ավելացան պացիենտները, ավելացան հետազոտությունները, որոնք կատարվում են ապահովագրական այցերի շրջանակներում, եւ պացիենտների դիմելությունը ավելի մեծացավ եւ ունեցանք աշխատավարձի պահպանում, բայց քանի որ արդեն սկսվել է պացիենտների մեծ հոսքը, ապագայում նաև կավելանա։ Աշխատավարձի բարձրացումը մոտավորապես 20-30% կարգով արդեն նկատելի է։ Ֆիքսված դրույքաչափից անցում կատարողականի ու որակի վրա հիմնված գնահատման։ Մասնագետների կարծիքով սա պարզապես աշխատավարձի բարձրացում չէ, այլ մասնագիտական շարունակական զարգացման խթան։ Ես երկար տարիներ 1983 թվականից աշխատում եմ Սպիտակի ԲԿ-ում որպես տեղամասային մանկավոր։ Մինչև համընդհանուր ապահովագրությունը չի եղել, որ մենք ունենանք բուժված հիվանդ, ավարտված ամբուլատոր դեպք, ասենք արտահիվանդանոցային թոքաբորբ եւ դրա դիմաց վճարվել։ Ապահովագրությունից հետո մեր ամբուլատոր ամեն բուժված հիվանդ ունեցել է իր վճարման ասպեկտը։ Թեպետ շատ ենք մենք հոգնում, բայց մինչև օրվա վերջի հիվանդին սպասարկում ենք։ Մենք աշխատավարձը մոտ 20%-ով ավել ենք ստացել համեմատած 25 թվականի հետ։ Ինչ խոսք, որը մոտիվացնում է։ Ապահովագրական համակարգի ներդրումը տևական ու պատասխանատու գործընթաց է, բայց այն սկսվել է որակյալ բուժօգնության գործում կարևոր քայլից, բժշկի աշխատանքի գնահատման նոր մոտեցումից, իսկ դա շատերի համոզմամբ արդեն իսկ հաջողելու գրավական է։ Համակարգից գոհ են բուժառուները, գոհ են բժիշկները եւ ինչու՞ չէ բուժիմնարկը։ Եվ անում ենք ամեն ինչ, որ ունենանք առողջ երիտասարդություն, առողջ բալիկներ մեր երկրի համար։